Ողջույն մեզ միացած բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին 106 եւ 5 հաճախականությունն է սա կամ մեզ դիտում եք թվային հարթակներում թարմ ուղեղով զրույցն ենք այս պահին սկսում եւ թարմ ուղեղով իմ զրուցակից Էդգար Արաքելյանն է քաղաքագետ բարև ձեզ շնորհակալ եմ որ այստեղ եք պարոն Արաքելյան Երևի սկսենք այն ամենակարևոր իրադարձությունից ֆոն դեր Լայենն էր Հայաստանում եւ Բաքվում հասկանանք թե ինչ ուղերձներով էր նա եկել տարածաշրջան եւ հարավային Կովկասի համար էս այցը ինչ նշանակություն ուներ նախ եւ առաջ եւ շատ լավ իմանալով թե մենք ինչ խնդիրներ ունենք այս պահին Ռուսաստանի Դաշնության հետ ապրանքների արտահանման հետ կապված արդյոք Եվրամիությունը մեզ իսկապես կկարողանա աջակցություն ցուցաբերել իր խոսքից ինչ եք դուք ենթադրում Դե Եվրամիությունը մեզ արդեն աջակցում է մենք գիտենք նախ եւ առաջ ֆինանսական աջակցության առաջի տրանշի մասին եւ երկրորդի մասին արդեն հայտարարվեց Երևանում ֆոն դեր Լայենի այցը նշանակում է որ Հայաստանը միայնակ չի որքան էլ Հայաստանի փորձում են շանտաժի ենթարկել, որքան էլ Հայաստանի քաղաքացիներին փորձում են շանտաժի միջոցով ստիպել, որպեսզի Հայաստանի քաղաքացին հանձնի պետությունը եւ պետականությունը, այդպես չեղավ, բարեբախտաբար եւ արդեն նախորդ, այս ընտրությունները դրա վառ վկայություններն էին, որքան էլ փորձեցին շանտաժի ենթարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, միևնույն է քաղաքացին ընտրեց պետություն ունենալը, պետականություն ունենալը, խաղաղություն ունենալը, ինքնիշխանություն ունենալը եւ ըստ էության Հայաստանի Հանրապետության քաղաքացին դրանով նաեւ աջակցեց Հայաստանի իշխանությունների ինքնիշխան, քաղաքականությանը եւ այսօր մեր գործընկերները Եվրոպական միությունից հայտնում են որ իրենք կանգնած են Հայաստանի Հանրապետության կողքին եւ որևէ այլ միջոցներ, որով կփորձեն ստիպել Հայաստանին, որպեսզի Հայաստանը ինքնիշխան որոշումներ չկայացնի, այդ ուրեմն գործողությունները կամ փորձերը կձախողվեն, քանի որ մենք այսօր ունենք իրական գործընկերներ։ Իրենք այս ամենը շատերը փորձում են նաև, չգիտեմ, հակա ինչ որ երկրների ներկայացնել, բայց փաստը մնում է փաստ Հայաստանի Հանրապետության վրա մեծ ճնշում էր գործադրվում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա մեծ ճնշում էր գործադրվում եւ փաստացի մեր գործընկերները, իրական գործընկերները ասացին, որ մենք ձեր կողքին ենք եւ որևէ արտադրված ապրանք Հայաստանի Հանրապետությունում դա կլինի գյուղմթերք, թե այլ մթերքներ, դրանք իրենց սպառման շուկաները անպայման կգտնեն, ընդ որում շուկաներ, որոնք շատ ավելի գնողունակ են, շատ ավելի մեծ են եւ շատ ավելի հնարավորություններ են ընձեռելու Հայաստանի արտադրողներին։ Բայց մենք գիտենք, որ գոյություն ունի եվրոպական ստանդարտ ասվածը, այ մենք որքանով ենք համապատասխանում դրան եւ արդյոք մենք այդ մասով դժվարությունների հանդիպելու ենք։ Տեսեք, մինչ այս էլի Հայաստանից ապրանքներ արտահանվում են Եվրոպական միություն, այսինքն դա ինչ որ ֆանտաստիկայի ժանրից չի, որ Հայաստանի Հանրապետության արտադրողները Եվրոպական միությունում ապրանք արտահանեն, այսինքն դա հնարավոր է։ Այո, կան ստանդարտներ, որոնց մենք պետք է համապատասխանենք։ Երբ որ մենք ասում ենք մեր արտադրության ստանդարտների համապատասխանությունը Եվրոպական միությանը, մենք նաև պետք է հասկանանք, որ դա ըստ էության մեր պետության ստանդարտների համապատասխանեցումն է Եվրոպական միության։ Վերջը այդ միությունը մշակել է ստանդարտներ, որոնք նորմալ են, նորմալ սննդի կամ նորմալ ապրանք արտադրելու, այսինքն խոսքը գնում է ոչ թե ինչ որ, չգիտեմ, վերմարտկային ստանդարտների մասին, այլ նորմալ ստանդարտների, որոնք անհրաժեշտ են սննդի համար, սննդի անվտանգության համար, հագուստի համար եւ այլ պարագաների համար, որոնք արտադրվում են Հայաստանում։ Բայց միևնույն ժամանակ պետք է նշենք, որ վերջերս լսում եմ մեր էկոնոմիկայի նախարարի հարցազրույցը եւ այնտեղ ասում էր, որ փաստացի Հայաստանում, ջերմոցային տնտեսությունների, խոշոր ջերմոցային տնտեսություններ, որոնք են հիմնականում այս սեզոնին հանդիսանում խոշոր արտահանողները, նրանց ապրանքները ըստ էության համապատասխանում են եվրոպական ամենաբարձր ստանդարտների եւ այս ընթացքում այսպես արագ տեղ ունեցած արտահանումները նաեւ դրա վկայությունն են, որ մեր ապրանքները ըստ էության համապատասխանում են որոշակի առումով եվրոպական ստանդարտներին, բայց բնականաբար կլինեն խնդիրներ Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը նախորդ տարիների ընթացքում մեր արտադրողներին դրա մասին
ասել է, որ պետքա որոշակի ստանդարտների բերել համապատասխանեցնել իրենց արտադրանքը, ընդ որում ոչ միայն բանավոր ասել է, կառավարությունը պատրաստ է եղել եւ աջակցել է այդ գործընթացներին, նրանք ովքեր իրենց ստանդարտները կբարձրացնեն։ Այս տարիների ընթացքում բավականին լուրջ աջակցություն է եղել, դրանք $100 միլիոն այդ լիզինգի ծրագրերը եւ այլն եւ այլն։ Բայց հիմա գիտեք, մարդը ունի այսպիսի հատկանիշ կամ բնավորություն, երբ որ ինչ-որ մի կոմֆորտ զոնա է ստեղծում, փորձում են այդ կոմֆորտ զոնայից դուրս չգալ եւ ռուսական շուկան մեր արտահանողների համար ինչ-որ առումով կոմֆորտ զոնա էր, դա տրադիցիոն շուկա է եղել, այդտեղ կապերը շատ ավելի մեծ են եղել, բայց այսօր պետք է հասկանանք, որ մենք մեր առջև բացվում են նոր հնարավորություններ, այսինքն մենք 3 անգամ ավելի մեծ շուկա ենք ձեռք բերում, շատ ավելի մեծ գնողունակությամբ, որը մեր ապրանքների համար շատ ավելի լավ հնարավորություններ արտադրողների համար կբացի եւ այս ուղղությամբ պետք է աշխատել։ Դուք նկատեցիք, որ Ֆոն դեր Լայենը երկրորդ հայ 18 միլիոն տրանշի շրջանակներում ասաց, որ կհիմնվի Հայաստանում արտահանման խթանման 4 ինստիտուտ, որը շատ կարեւոր է հատկապես եվրոպական ուղղության վրա մեր ուրեմն արտադրողներին այսպես ուղղորդելու համար եւ շատ կարեւոր աջակցություն տալու համար, քանի որ գիտեք, կան լեզվական խնդիրներ, կան դերևս այսպես շուկան չհասկացվածության խնդիրներ, կապերի խնդիրներ եւ այդ ինստիտուտը եւ պետությունը միասին կարծում եմ կօգնեն, որպեսզի մեր արտահանողները կարողանան ուրեմն ուղղորդել իրենց ապրանքները, բայց միևնույն ժամանակ ես համոզված եմ, որ հաշվի առնելով մեր գործարարների այսպես գործարար ջիղը, կոմունիկացիայի մեծ այսպես կարողությունները, ինչպես նաեւ Եվրոպական միությունում մեր համայնքը, ես համոզված եմ, որ մենք շատ ավելի կարճ ժամանակահատվածում այս խնդիրները, որոնք կարծում եմ հիմնականում տեխնիկական խնդիրներ են, կհաղթահարենք ու այլևս մենք խնդիր չենք ունենա կախվածություն ունենալու մեկ երկրից։ Ես սա համեմատում եմ նաև այսպես զենքի շուկայի ազատականացման հետ։ Մենք հիշում ենք, թե մինչև 2020-21 թվականը ինչպիսի կախվածություն ունեինք Ռուսաստանից եւ գրեթե նույն իրավիճակում հայտնվեցինք եւ Ռուսաստանը եւ գումարը վերցրեց եւ զենքը չտրամադրեց։ Պատկերը այլ կլիներ, եթե ռուս-ուկրաինական պատերազմը չլիներ։ Դե եթե եթեներով խոսենք, միգուցե, բայց նաեւ երբ որ խոսում ենք ռուս-ուկրաինական պատերազմից, ապա պետք է հասկանանք, որ ինչ որ առումով եթե չլիներ ռուս-ուկրաինական պատերազմը, ապա միգուցե չէր լինի Արցախյան, քարորյան, քանի որ ինչպես մենք վերլուծում ենք, այս պատերազմը կապ ուներ դրանից հետո սպասվելիք ուկրաինական պատերազմին, այսինքն բնականաբար մենք միգուցե այլ աշխարհաքաղաքական իրավիճակում լինեինք եւ հետեւաբար իրավիճակները կարող էին տարբեր լինել, բայց քանի որ ինչպես ասում են պատմությունը եթեներ չի սիրում, մենք ունենք այն ինչ որ ունենք, այս իրավիճակում մենք ունենք բացված նոր հնարավորություն եւ փաստացի Ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Եվրոպական միությունը բացելու է շուկան Հայաստանի առջև, այսինքն լինելու է ազատ առևտրի ռեժիմ 80-ից 90% ապրանքների համար, սա նշանակում է, որ փաստացի կարող է ստեղծվել մի ունիկալ իրավիճակ, երբ Հայաստանը ազատ առևտրի ռեժիմ ունի երկու տնտեսական ռեժիմներում՝ ԵԱՏՄ-ում, որի անդամ է եւ Եվրոպական միությունում։ Պարոն Արաքելյան, սկզբում շանտաժից խոսեցինք, որ հայ ժողովրդին շատ են շանտաժի ենթարկել եւ երբ դրանից խոսում ենք, շատ է հիշատակվում Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, շանտաժը, չգիտեմ դուք դա ոնց կորակեք, որ եթե սահմանադրական մեծամասնություն թիմը չհավաքի, նշանակում է սեպտեմբերին սպասվում է պատերազմ։ Հիմա սահմանադրական մեծամասնություն Նիկոլ Փաշինյանի թիմը չունի։ Պատերազմ սպասվում է սեպտեմբերին։ Տեսեք, մեծ առումով խոսքը վերաբերել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության չհաղթելուն եւ այդ մյուս թևերի հաղթանակի մասին եւ այո, ես հիմա էլ եմ համոզված, որ եթե իրենք այս ընտրություններում հաղթեին, ապա սեպտեմբերին կամ միգուցե մենք արդեն այսպես պատերազմական իրավիճակում ենք, ես այդ համոզմունքը ունեի, ինչի ունեի այդ համոզմունքը։ Այսինքն ուզում եք ասել, որ Հայաստանում ընտրություններից է կախված իրավիճակը, թե ինչ պատերազմական իրավիճակ կարա ստեղծվի։ Աշխարհաքաղաքական իրավիճակը չի թելադրում դա։ Ես ասեմ, կախված է այն ուժերից, ովքեր պետքա գան իշխանության, իսկ այդ ուժերը իրենց թե խոսույթում, թե
քաղաքական տեսլականներում, արտաքին քաղաքական, թե նույնիսկ սիմվոլիկայի մակարդակով իրենք ըստ էության մարտահրավեր էին նետում հարևան պետություններին, տարածքային պահանջներ էին ներկայացնում հարևան պետություններ, որոնք միգուցե սպասում են նման առիթի նախահարցակ լինելու կամ, չգիտեմ, պրևենտիվ հարվածներ հասցնելու, որի մասին նախկինում իրենք խոսել են, եւ հետեւաբար այո, այս ուժերի իշխանության գալով ես համոզմունք ունեմ, որ այդ պատերազմը տեղի կունենար եւ աշխարհաքաղաքական այո իրավիճակը հենց դա էր թելադրում, այսինքն իրենց գալով տարածաշրջանում կձևավորվեր նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, որը կստիպեր Հայաստանի հակառակորդներին ուրեմն միգուցե նախահարցակ լիներ կամ ինչպես իրենք են ձևարկում կանխարգելի չարվածներ հասցնել, այսինքն մենք փաստացի մտնելու ենք պատերազմական իրավիճակի մեջ, այդ իրավիճակից դուրս գալու, չգիտեմ, բացասական ելքերով։ Հիմա քանի տարով ենք հետաձգում պատերազմը։ Մենք այդպես քանի տարով չենք հետաձգում, մենք պատերազմը մենք ըստ էության վարում ենք այնպիսի քաղաքականություն, որը տարածաշրջանում, ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, այլ տարածաշրջանում կհաստատի տևական խաղաղություն։ Իհարկե մենք չենք կարող ուրեմն մեր հարևանների վրա այսպես 100% երաշխիքներ տալ, որ ինչ որ այլ մարդիկ չեն գա իշխանության կամ այլ իրադարձություններ տեղի չեն ունենում, բայց առողջ տրամաբանությունը ասում է, որ եթե կան հարևանների միջև հաստատված հարաբերություններ կամ փոխշահավետ հաստատված տնտեսական, ինչու ոչ նաև քաղաքական հարաբերություններ, ապա պատերազմի կամ կոնֆլիկտի ռիսկերը շատ ավելի ցածր են, քան երբ որ մեկը մյուսին այսպես հոխորտում են եւ նմանատիպ վարքագիծ են դրսևորում։ Ավելին ասեմ, երբ որ նաև ներգրավում են տարածաշրջանում այնպիսի աշխարհաքաղաքական ուժեր, որոնց ավելի հետաքրքիր է տարածաշրջանի կոնֆլիկտային իրավիճակը, քան խաղաղ զարգացում։ Առհասարակ ընտրություններից հետո կուզեմ իրավիճակի գնահատական տակ, որքանով է այսօր լեգիտիմ իշխանությունը եւ վստահությունը հանրության կողմից, ինչպես կչափեք դուք։ Հանրությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը օժտեց այնպիսի լեգիտիմությամբ եւ քվեով, որը հնարավորություն է տալիս քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը միազնյա ձևավորել կառավարություն։ Սրանով ամեն ինչ ասված է։ Իսկ այդ լեգիտիմության ոչ լեգիտիմության խոսույթները դա նույն ուրեմն հիբրիդային պատերազմի կանոնների շարունակությունն է արդեն հետընտրական փուլում։ Մենք հիշում ենք 300,000 ադրբեջանցիների մասին, մենք հիշում ենք մեր քաղաքացիներին ահաբեկում են, որ այս առողջապահության ապահովագրության ուրեմն համակարգ ընտրություններից հետո ուրեմն կասեցվելու է։ Բայց թեման չի փակվել կարծես թե ոչ նրա, ոչ էլ նրա։ Ոչ, թեման առողջապահության ապահովագրության թեման այո ոչ միայն չի փակվել, այլ օրերս առողջապահության նախարարը հայտնեց, որ 2027 թվականից արդեն բոլորը կներգրավեն, այսինքն թեման ոչ միայն չի փակվում, այլ թեման ընդլայնվում է, այսինքն համակարգի շահառուների թիվը ընդլայնվում է։ Նաև ես նկատի ունեի ընդդիմությունը շարունակում է խոսել այդ ընդդիմությունը, տեսեք, ընդդիմությունը բնականաբար կշարունակի, քանի որ որևէ քաղաքական ինքը այսօր փաստարկներ կամ քաղաքական հենք չունի քաղաքական գործընթացներ գեներացնելու, քանի որ տեսեք մարդիկ միջև ընտրություններից առաջ ինչպիսի հայտարարություններ էին անում, նույնիսկ ծիծաղելի այնպիսի իրավիճակում են հայտնվել, երբ որ մինչ այդ Սամվել Կարապետյանին պարոն վարչապետով էին դիմում, հիմա չգիտեն ինչպես դիմեն, հիմա այդ մարդիկ ինչ որ գաղափարական քաղաքական վակուումի մեջ են եւ փորձում են ինչ որ կեղծ օրակարգերով քաղաքական օրակարգը լցնել, բայց միևնույն է, ես կարծում եմ, որ իրենք ձախողել են բոլոր ոլորտներում։ Տեսեք, միջև ընտրությունները իրանք 300,000 աշխատատեղերից էին խոսում, չգիտեմ, զրոյական ինչ որ հարկերից էին խոսում եւ այլն, բայց իրենք հասկացան, որ սա ըստ էության չի աշխատում, քանի որ քաղաքացիները չհավատացին եւ կարծում եմ իրենց այդ տեխնոլոգիաները հրամցրած արտաքին ուժերը երևի մոնիթորինգ են արել ու հասկացել են, որ 300,000 ադրբեջանցիների թեման մեր հանրության մոտ որոշակի վախեր է առաջացրել, իրենք պատահական չի, որ ընտրարշավի գրեթե կեսից մոռացան այդ 300,000 աշխատատեղերի եւ տնտեսական զարգացման մասին ու հիմնական շեշտը դրեցին 300,000 ադրբեջանցիների վրա, սա
անբարո հակաքարոզչություն էր մեր պետության ու քաղաքացիների նկատմամբ, բայց բարեբախտաբար մեզ նախընտրական արշավի ընթացքում հաջողվեց մեր հանրության տրամադրությունները փոխել, իրենք հասկացան, որ սա կեղծ թեզ է, եւ այսօր այո, իրենք էլի շարունակում են, քանի որ կրկնեմ, իրենք այլ թեզեր չունեն առաջարկելու հանրությանը, քանի որ այն անպագորգոր հայտարարություններից հետո իրենք ըստ էության փաստացի գնալու են եւ վերցնեն մանդատները խորհրդարանում եւ ինչ են ասելու մեր հանրությանը, այսինքն փաստացի դուրս է գալիս, որ Սամվել Կարապետյանը, որը այսպես մինչ այդ վարչապետը հիմա ոչինչ է կամ ավելին գնում են եւ խորհրդարանում վերցնում են մանդատները, ավելին իրենք կհիշեք, երբ որ լրագրողները հարցեր էին տալիս, այ եթե չընտրվեք, որն է ձեր պլան B-ն, իրենք այդ պլան B-ի մասին չէին խոսում, իրենք այն ժամանակ նույնիսկ գիտեին, որ իրենք պարտվելու են ու պարտվելուց հետո գնալու են մանդատները վերցնեն, դրա համար իրենք չեն խոսում պլան B-ի մասին, իսկ պլան B-ն դա էր, որ իրենք որոշակի ձայներ են հավաքելու եւ գնան այդ մանդատները գրկեն եւ նստեն խորհրդարանում կամ ինչպես նախորդ փորձը ցույց տվեց, ընդհանրապես խորհրդարան չգան եւ մեր հարկատուների հաշվին ուղղակի պատգամավորական մանդատներ վերցնեն ու չաշխատեն։ Ամեն դեպքում իշխանության համար ինչ որ չափով նաեւ պարտություն չի 50+1 չհավաքելը։ Գիտեք, ցանկացած տեսեք 50 ինչ ասել է 50+1 հավաքել։ Այսօր երբ որ մենք հաշվում ենք այդ ձայները, այսինքն մեր ընտրական օրենսգրքով մենք 50+1-ը հավաքել ենք, շատ ավելին ենք հավաքել, իհարկե կհայտնի վերջնական տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց դա 50+1 եւ մի բան էլ ավելին է, այսինքն մենք ձեռք ենք բերել մեր հանրության ձայների ճնշող մեծամասնությունը, որով կարողանում ենք, այսինքն մեր հանրությունը մեզ պատվիրակել է մեծամասամբ, իր ձայները, որով մենք ձևավորում ենք միազնյա կառավարություն եւ իրականացնելու ենք քաղաքականություն։ Ես կարծում եմ ցանկացած քաղաքական ուժի համար սա պատիվ է եւ շատ ցանկալի ըստ էության արդյունքն է։ Սա նույնպես վկայում է այն մասին, այդ տեսեք ասում են ընտրությունները կեղծել են։ Ուրեմն ընտրություններ կեղծող ուժը այնպես կաներ, որ այդ խոսակցությունները չլիներ, չէ՞, այդ, չգիտեմ, մի քանի մի 2000 ձայն ավել կկեղծեր, հա, ու այդ խոսակցությունները կփակեր։ Սա նույնպես ցույց է տալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն չի գնացել այդ ճանապարհով ու ունի այն ինչ որ հանրությունը իրեն տվել է։ Տարբերություն այն քաղաքական ուժերի, ովքեր ձայներ են ստացել մեծամասամբ ընտրակաշառքների միջոցով, դա է վկայում նաև այն ձերբակալություններ, որ մինչև այսօր շարունակվում են։ Պարոն Առաքելյան, արդեն հանրությունը խոսում է, որ նույն ազգային ժողովն է լինելու նույն խոսույթով, ինչ որ նախորդ 5 տարիներին ենք մենք տեսել, այսինքն քաղաքական որևէ հստակ բանավեճ մտքի արտահայտություն չի լինելու եւ թալանչիներ, չգիտեմ, դավաճաններ խոսույթը շարունակվելու է։ Այ իրականում ինչի մասին է լինելու գալիք ազգային ժողովը 5 տարիներին ինչ ենք մենք տեսնում։ Տեսեք, որպեսզի այդ ձեր ասած խոսույթը լինի կառուցողական, պետքա բացի իշխանությունից կառուցողական, որը հստակ քաղաքական տեսլական առաջարկում, քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական, պետքա նաև adekvat լինի ընդդիմությունը եւ ինքն էլ օրակարգ առաջարկի։ Եթե այդ ընդդիմության օրակարգը կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնի շահերը սպասարկելն է Հայաստանի Հանրապետությունում, մենք էլի գործ ենք ունենալու մի գործընթացի հետ, երբ որ մենք պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության շահերը, իսկ դա իրենց կողմից որակվելու է, չգիտեմ, հակառուսականություն կամ եւ այլն եւ այլն։ Այս բանավեճում իհարկե ուժելու է ինչ որ առումով Հայաստանի Հանրապետության շահը, բայց պետք է հասկանանք նաև, որ ընդդիմությունը միայն, այսպես ասենք, անպատասխանատու հայտարարություններ անելու համար չի, ընդդիմությունը, ով նաև հարկատուներից դրա համար չի։ Եվ ընդհանրապես դրա համար չի, հարկատուներից գումարը ստանում ու գալիս է ազգային ժողովի աթոռները, ինքը նույնպես որոշակի պատասխանատվություն է կիսում Հայաստանի ճակատագրի համար, ինքը նույնպես պատասխանատվություն է կիսում խորհրդարանի բնականon աշխատանքի, ինքը նույնպես պատասխանատվություն է կիսում ուրեմն Հայաստանի անվտանգության համար, քանի որ մենք տեսել ենք նախորդ ժամանակահատվածում
հատվածներում բավականին բարդ իրավիճակներ, երբ ընդդիմությունը ոչ միայն ըստ էության կառուցողական չի եղել, այլ մի բան էլ ավելի է սրել իրավիճակը, մի բան էլ շանտաժի է ենթարկել ըստ էության իշխանությանը, որպեսզի շատ ավելի բարդ իրավիճակներում հանդիպենք, որպեսզի իրենք դրանից քաղաքական դիվիդենտներ շահեն։ Իրանց հետաքրքրում են բացառապես իրենց նեղ կուսակցական ու անձնական քաղաքական դիվիդենտները, նաև այն երկրների շահերը կամ այն երկրի շահը, որը իրենք սպասարկում են Հայաստանի Հանրապետությունում, որը այլևս գաղտնիք չի եւ դրա մասին այլևս այդ երկրի ղեկավարները բացայբայց ասում, թե ովքեր են եւ ինչ շահեր են սպասարկում այս քաղաքական ուժերը։ Իսկ մյուս սցենարով, եթե մանդատները չեն վերցնում, ամեն դեպքում դիտարկենք այդ սցենարը, ի՞նչ է տեղի ունենում։ Դե այստեղ մեծ առումով բան տեղի չի ունենում, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը էլի ձևավորում է իշխանություն, ուղղակի խորհրդարանում աշխատելու է առանց ընդդիմության, եթե իրենք չեն գալու լեգիտիմ կհամարվի դա։ Գիտեք, խնդիր չի լինի այդ մասում։ Իհարկե խնդիր չի լինի, լեգիտիմ է, քանի որ այդ ձայները տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից։ Այսինքն որն է լեգիտիմության սկզբունքը։ Լեգիտիմության սկզբունքը ազատ արդար ժողովրդավարական ընտրություններում ձեռք բերված ձայներով ձևավորված իշխանությունն է, որը իրականացնում է այդ իշխանությունը։ Հիմա ընդդիմությունը եթե ունի այլ օրակարգ կամ ընդդիմության օրակարգերը թելադրվում են այլ երկրներից, դա իրենց խնդիրն է։ Մենք Հայաստանի Հանրապետությունը չենք հանձնելու, առավել եւս չենք հանձնելու նման ընդդիմություն։ Կարծում եք այսօր էլ կա ընտրությունը Ռուսաստանի Դաշնություն թե Թուրքիա։ Այդ խոսույթն է արհեստական ներմուծված, քանի որ ես նախորդ իմ ելույթներում կամ հարցազրույցներում մշտապես ասել եմ, լավ, եկեք պատկերացնենք, երբ որ այդ երկընտրանքն է, հա, ձևարում Ռուսաստանի Դաշնություն թե Թուրքիա։ Բերեք հասկանանք Ռուսաստանի քաղաքականությունը արդյոք հակաթուրքական է։ Ոչ։ Իսկ միգուցե խիստ պրոթուրքական է։ Այո։ Եվ հետեւաբար գնալ այդ ճանապարհով նշանակում է գնալ իսկապես թուրքական ճանապարհով։ Մենք ամբողջովին տեղյակ ենք Արցախյան ամբողջ պատերազմի գործընթացից, երբ որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտնում է, մենք Թուրքիայի հետ ուրեմն շատ լավ օպերացիա իրականացրեցինք Ղարաբաղում։ Մենք տեսանք ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի այդ ձևավորված խումբը Լեռնային Ղարաբաղում։ Մենք այնուհետև տեսանք ռուսական խաղապահների ըստ էության անգործությունը Լեռնային Ղարաբաղում եւ որտեղ Ադրբեջանը արեցան ինչ որ ցանկացավ, մինչդեռ այն պահից, երբ որ ռուսական խաղապահ ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղ, այդ պահից հենց Ռուսաստանն էր պատասխանատու Արցախի անվտանգության համար։ Մենք հետո ռեգիոնալ քաղաքականության մեջ տեսանք, թե ինչպես Ռուսաստանը իր դիրքերը Սիրիայում զիջեց Թուրքիային։ Մենք տեսանք Իրանի հետ կապված իրադարձություններ, թե ինչպես Ռուսաստանը որևէ քայլ չարեց։ Այսինքն, երբ այս ամենը անալիզ ենք անում, մենք հասկանում ենք, որ ընդհակառակը Ռուսաստանն է պրոթուրքական քաղաքականություն վարում եւ տրամաբանորեն լինել պրոռուսական նշանակում է լինել պրոթուրքական։ Քանի որ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը, այո, միգուցե մարտավարական առումով այդ շահերը որոշակի հակասություն ունեն, բայց գլոբալ ռազմավարական առումով այդ շահերը ընդհանրություններ ունեն եւ եթե դուք հետևեք ռուսական այսպես ժամանակակից այս գաղափարախոսներին, ապա իրենք բարձ ասում են, որ այդ եվրասիականության գաղափարը իդեան, որ դրված է այսօրվա քաղաքականության հիմքում, այդ եվրասիականության կարևոր հենասյուներից մեկը պետք է լինի Թուրքիան։ Եվ իրենք բարձ ասել են, որ Ղարաբաղը մենք օգնել ենք, որպեսզի Ադրբեջանը վերցնի, որից հետո պետքա ինքը շնորհակալություն հայտնի ինչ որ գործողություններով, որը չի հայտնել եւ որից հիասթափված են իրենք։ Այսինքն այդ թեզը, որը այսօր բերվում եւ դեռևս պահվում է մեր հանրային քաղաքական կյանքում Ռուսաստան թե Թուրքիա, կեղծ է, չկա նման երկընտրանք, կա հետեւյալ երկընտրանքը, զարգացող ժողովրդավարական, ինքնիշխան եւ անվտանգության բավարար մակարդակ ունեցող Հայաստան, թե դրա հակառակը։ Սա է երկընտրանքը եւ մենք ընտրում ենք այո ժողովրդավարական, զարգացող, անվտանգ, ինքնիշխան Հայաստան։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը քաղաքագետ Էդգար Առաքելյանն էր, ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք վաղը, լավ եղեք։